Պարոն Չալաբյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել միջազգային մամուլին, որտեղ մասնավորապես ասել է, որ ուրախ են, որ Զանգեզուրի միջանցք տերմինը մտել է միջազգային լեքսիկոն, ըստ երևույթին լրագրողներ է այդպես այդ տերմինը օգտագործել, բացի այդ նա հայտարարել է, որ ունեն բազմաթիվ պատճառներ չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց կանեն դա հանուն երկու երկրների ապագա խաղաղության, բայց նաև չեն կարող երաշխավորել, որ 6 ամիս անց այլ պատկեր չի լինի, անց նույնը չի լինի, նույնը կլինի։ Այս հայտարարությունը Ալիևի ինչի մասին է խոսում եւ կարծես հակասության մեջ է մտնում մեր իշխանությունների հայտարարությունների ձեր մեկնաբանությունը։ Բայց անկեղծ ասած ինձ թվում է, որ Ալիևի հայտարարությունը դա Հայաստանի Հանրապետության նախընտրական գործընթացներին խառնվելու միջոց է։ Ըստ էության Ալիևը փորձում է ակնարկել, որ այն դեպքում, եթե Զանգեզուրի միջանցք ճակերտներով այսօրվա գործող վարչակարգը բացի, ապա գուցե եւ ինքը մնացած հարցերում ավելի, այսպես ասած, զիջող կլինի։ Եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա եւ այդ Զանգեզուրի միջանցք կոչեցյալը չբացվի իրենց համար, իսկ ես կարծում եմ, որ իշխանափոխության դեպքում որևէ դեպքում չի կարելի Ադրբեջանին որևէ միջանցք տալ, բնականաբար, այդ դեպքում նա փորձում է սպառնալ Հայաստանի Հանրապետությանը, մասնապես նշելով, որ չի ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, պետք է հասկանալ, որ Ալիևը հիմա ինքը շատ բարդ իրավիճակում է հայտնվել, պայմանավորված մի կողմից Իրանի, մյուս կողմից Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև սուր ռազմական հակամարտությամբ եւ պարզապես, այսպես ասած, այդ բարդ իրավիճակում փորձում է իր գինը բարձրացնել։ Ես կարծում եմ պետք է ըստ էության մի կողմից հասկանալ ինքը ինչ է ասում, բայց մյուս կողմից որևէ կերպ թույլ չտալ, որպեսզի Ալիևի ասածները անդրադառնան Հայաստանում մտրությունների արդյունքների վրա։ Ինչքան էլ որ Ալիևը սիրի, գնահատի եւ փայփայի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որպես իր գործընկերոջ եւ իր արչեւ Հայաստանի դարպասները բացանող վարչախմբի, պետք է ամեն ինչ անել, որպեսզի մենք այս ընտրությունների արդյունքում այդ վարչախմբից ազատվենք։ Ալիևը նաև խոսել է օդային տարածքի մասին, Հայաստանի օդային տարածքից օգտվում ենք առանց Հայաստանի թույլտվության, սա ինչի մասին է խոսում։ Նախ օդային տարածքից չի կարելի օգտվել առանց տվյալ պետության թույլտվության, դա կեղծիք է, բայց թե ինչ պայմաններով Ալիևը օգտվում Հայաստանի օդային տարածքից, ես անկեղծ ասած չգիտեմ, որքանով մեզ հայտնի է, այնուամենայնիվ նախ թույլտվություն ստացված է, երկրորդը Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների երթևեկության պայմաններում նաև Հայաստանի որոշակի փոխհատուցում է տրամադրվում, որը ստանդարտ միջազգային պրակտիկա է, եթե երկրի տարածքի օդային տարածքից օգտվում եք, այդ երկրին որոշակի փոխհատուցում եք տրամադրում, որքանով ինձ հայտնի է Հայաստանի դեպքում էլ այդպես, գուցե Ալիևը ցանկալին իրականության տեղ է ներկայացնում, բայց եթե դա իսկապես այդպես է, իսկ դա պետք է ստուգել, ապա դա հերթական միակողմանի զիջումը կլիներ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից։ Չեմ ուզում այդ հարցում մեկնաբանեմ, պետք է կարծում եմ, որ լրագրողական հարցում է պետք ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ ստուգել դա։ Դե Քաղաբյանցն ասել է նորմալ է, որ կարող են օգտվել։ Դե նորից օգտվել կարող են, բայց նախ մեր թույլտվությամբ, երկրորդը մեզ դրա դիմաց փոխհատուցում տրամադրելով։ Դա պետք պարզել, օգտվել կարող են, բայց չեն կարող օգտվել, եթե մենք դրան դեմ ենք եւ չեն կարող օգտվել, եթե փոխհատուցում չեն տրամադրում։ Եվ պարոն Չալաբյան, այս Ալիևի այդ հայտարարությունը չի ստացվում, որ նա սպառնում է նորից պատերազմով, որ խաղաղությունը երկարատև չի լինի, եթե ինքը ասում է 6 ամիս հետո կարող լինի չի լինի։ Այո, հենց դա է նշանակում, Ալիևի ստանդարտ մեթոդը Հայաստանի զիջումներ կորցելու Նիկոլ Փաշինյանի վարչախմբի իշխանության ամբողջ ընթացքում դա պատերազմական սպառնալիքն է, բայց Ալիևը երբևիցե պատերազմի ըստեյության չի էլ հասնում, նա կամ սպառնալիք է անում, կամ իմիտացիոն ռազմական գործողություններ անում, որպեսզի հերթական զիջումները կորզի Հայաստանի Հանրապետությունից, ցավոք այս վարչախմբի օրոք դա ոնց որ ստանդարտ պրակտիկա է դարձել եւ մենք տեսնում ենք, որ 2020 թվականից ի վեր, ներառյալ նաեւ մինչեւ 2025 թվականը Ադրբեջանը ամեն տարի միլիմետր առ միլիմետր, սանտիմետր առ սանտիմետր, մետր առ մետր եւ որոշ դեպքերում նույնիսկ կիլոմետրով առաջ է եկել Հայաստանի Հանրապետության տարածքում, ըստ էության առանց նույնիսկ կրակոց արձակելու, որովհետեւ այս իշխանության այս վարչախմբի կողմից նրան հակադարձում չի լինում։ Այսինքն եթե չզիջեք, պատերազմ կլինի, մենք էլ գնում ենք զիջումների։ Իրականում փաստ չի որ պատերազմ կլինի, բայց պարզապես այո, առանց նույնիսկ մի կրակոցի
Ալիևը կարողանում է զվարճախմբից զիջումներ կորցնել։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։